Մարդիկ ձեզ մի խնդրանք ունեն։ Քանի որ չգիտենք ով է լինելու ձեր կողմից առաջադրված տեխնացուն, արդիկ ասում են պարոն Ծառուկյանին փոխանցեք, ով որ կլինի այս վատ, այս արհեստական ստեղծված մթնոլորտը առաջնահերթ թող փոխի։ Այս որ մարդկանց մեջ ատելություն են մցրել, սարքել են արցախցի, հայաստանցի, դրսի հայ, ներսի հայ, այս են խնդրում պարոն Ծառուկյան։ Հնարավորություն թող տան պահանջեն, այո, իմ ասածը որ այդ չարությունը, չկամությունը, իրար հետ չխոսելը դա լավ բան չի։ Թողան վերև մայիսի 4-ից 5-ից հետո Հիսուսի արձանի մոտ բարձրանալով ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշ աղոթքը շուրթերին բարձրանման նպատակապահ խաղաղության, զարգացման, բարեկեցության համար։ Ու սա դրեք մի կողմ, ով կարանի նայ անելու եղբայր։ Ոչ վերեցի մեկի առաջ պարտավորություն ունեմ, որ դու արի պետք է դու լինես վարչապետ կամ դու չկա տես բան։ 4 հոգի են, շուտով անուններն էլ կասեմ։ Ում ժողովուրդ ավելի շատ ընդունեց ու մանավանդ այդ վստահությունը որ կա չի կարող պատային այս մարդ դնենք որ ժողովուրդ ասի տես Ծառուկյան ասեց այս ինչ արեց անեց մարդ որ բոլորի սրտով կլինի որ փորձը կունենա պատրաստված կլինի այսօր ապագայի վարչապետը ճիշտ ձևակերպում անի ճիշտ աշխատացնի ճիշտ կազմակերպի որ բոլորն էլ գոլի օրի ամեն ինչ դժվար է ամեն ինչ դեռ կորցած չի ամեն ինչ արժևումը հայ ժողովուրդը ավելի ծանր պայմաններում է եղել բայց կարողացել է այդ վիճակից դուրս գալ պետք է ճիշտ ղեկավարում ճիշտ կազմակերպում ճիշտ մարդիկ ճիշտ գործի վրա լինեն այն հացը պետք է հաստուխին տաս սվարչիկը բժիշկ չի կաշխատի բժիշկն էլ հաստուխ չի կարող աշխատի ամեն մարդ իր գործով ամենալավը պետք է լինի կարևորը հայրենիք չկորցնել ոնց մենք Մի բան էլ ասեմ, 20 թվականի հունիսի 5-ին կհիշեք դուք, թե չհիշեք, որ Ծառուկյանը նիստ հրավիրեց, ասեց ժողովուրդ ջան, մինչև 4 ամիս մենք Արցախը կորցնել ենք, պատերազմա լինելու, զոհեր ենք տալու, հանձնելու ենք, շրջափակումա լինելու, սովա լինելու, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, իմ ասածը բանի տեղ չդրեց, Ծառուկյանը էսի չէր ասում։ Անցել է 4 ամիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր Սեպտեմբերի 20-ին պատերազմը եղավ, այո, եղավ, շրջափակումը եղավ, սովը եղավ, լսել է պետք է ձեր ծավը տանեմ, ասեցի հարկավոր է քայլ կատարել 4 ամիս հետո կորցնելու են, հիմա նորից ասում են, որ ամենակարևորը ամեն ինչ դեռ կորցած չի, կարող են կազմակերպել, այս վիճակից դուրս գալ, ասում են խաղաղություն ենք բերել, ժողովուրդ ջան, խաղաղությունը մի հատ թուղթ, պեչատ, գրածով խախտի, այսքան պետք է վճարի խախտողը, կարող է սեպտեմբերին պատերազմ լինի, մի հատ բան չկատարես, 300,000 պետք է ադրբեջանցի գա, Հայաստանում բնակվի, սահմանություն պետք է փոխվի, այսօր ինչ չեն անում, Մասիս Սարին նայեն, ցեղասպանությունից չեն խոսում Բայց մենք մեր անցյալը կարանք մոռանալ։ Գերմանիան ընդունեց հրյաների ցեղասպանություն։ Նույնը թող Թուրքիան ընդունի, այդ ժամանակ ուրիշ բան նստենք խոսենք։ Մենք մեր անցյալը չենք կարող մոռանալ։ Անցյալ մոռացողը ապագա չի կարող։